ԿՀ երեկվա որոշմանը ոնց եք վերաբերվում մյուս դիտորդական կազմակերպությունների մասով, ընդհանրապես այս առատությունը դիտորդական կազմակերպությունների իրենց ներկայացուցիչների կարծում եք անաչառ են գործում տեղամասերում։ Շնորհակալ եմ, ես պետք է ասեմ, որ կեղծ դիտորդական առաքելությունների երևույթը Հայաստանի համար նոր չէ, բայց նոր է դիտորդական առաքելությունների պրոակտիվ կեղծ դիտորդական առաքելություն։ Այսինքն մենք նախկինում տեսնում ենք, օրինակ ինչ որ առաքելություն գրանցել է 5000 դիտորդ։ Մենք, չգիտեմ, ունում էինք 150 դիտորդ, իրանք ունենում 5000 դիտորդ։ Հա, բայց տեսնում ենք, որ իրականում այդ 5000 դիտորդ ովքեր են, ընդամենը իրանց ինչ որ մի կուսակցության հետ աֆիլացված մարդիկ, որ տեղամասում մենակ մի վստահված անձն ժամանակ կարող էր լինել, մի 5000 մարդու էլ բերել են գրանցել են, որ Եվ իրենք չէին փորձում հանրային տպավորությունների վրա ազդել։ Հիմա մենք տեսնում ենք, որ դիտորդական առաքելություններ կան, որոնք որ կեղծ ահազանգերով փորձում են հանրային տպավորություններ ձևավորել ընտրությունների հետ կապված իրականությունից կտրված։ Եվ սա է տարբերությունը, եւ սա է մեզ եւ ենթադրում եմ նաեւ դա է, որ նաեւ մեր գործընկեր ականատես առաքելությանը ստիպել է գնալ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ասել հարգելի ԿՀ, խնդրում եմ զբաղվել այս երևույթով։ Առհասարակ մեր խորին համոզմունքն այն է, որ դիտորդությունը եւ քաղաքական գործունեությունը անհամատեղելի են։ Որովհետև եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ եւ եթե դու գալիս ես ընտրությունների հետ կապված գնահատականներ ես անում, քո գնահատականները ինքնին արդեն կասկածի տակ են դրվում։ Եթե դու երեք ակտիվ քննադատում էիր X կուսակցությունը եւ այսօր եկել ասում ես X կուսակցությունը խախտում է արել, նույնիսկ եթե այդ X կուսակցությունը իրոք այդ խախտումը արել է, մարդիկ քեզ չեն հավատա, որտեղ կասեն, հա դե երեք X կուսակցությանը քննադատում էր, այսօր պարզապես դե ասել X կուսակցությունը խախտում է արել, չի ասել չի արել, հո չէր ասելու չի արել։ Եվ այդ երևույթը բավական խնդրահարությամբ մենք վատ ենք վերաբերվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը, դե մենք համարում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գոնե պետք է արձանագրեր խախտման փաստը։ Ֆորմալ առումով դե յուրե կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձանագրել, որ տեղի է ունեցել ընտրական օրենսգրքի օրինակ 23-րդ հոդվածով սահմանված, 30-րդ, 31-րդ, 32-րդ հոդվածներով սահմանված հստակ արգելքի խախտում։ Խախտման փաստը կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձանագրել եւ առհասարակ սա այսօրվա չէ գլոբալ քննարկման հարցը մենք փորձում ենք հիշել երբ է վերջին անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել որևիցե խախտում փոքր ընտրություններում մեծ ընտրություններում հեղափոխությունից առաջ հեղափոխությունից հետո շատ վատ ընտրություններում շատ լավ ընտրություններում եղել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրի խախտման փաստը։ Սա գլոբալ խնդիր է, այսօրվա վաղարշապատի ընտրությունների հետ այդքան էլ կապ չունի, դադրում եմ ընտրություններից հետո այս հարցերը պետք է բարձրացվեն, այդ թվում նաև դիտորդական առաքելությունների հետ կապված կարգավորումները, որովհետև մեզ համար խնդիր է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։